Տակ գիշերների քաղաքում մշակութային հրավառություն է։ Մարինյան թատրոնի բեմում Բելինիի Նորմա օպերան է։ Պրեմիերա դասական հզորությամբ, ժամանակակից մոտեցմամբ։ Աղոթքը երգով, սերը զոհաբերությամբ։ Այն, ինչ վերածնվեց ռուսական բեմում տևական դադարից հետո, ժամեր շարունակ հանդիսատեսին պատմեց զգացմունքների բախման, սիրո, դավաճանության հակադրությունների մի ամբողջ ողբերգության մասին։ Բելինիի աշխարհահռչակ գլուխգործոցը Մարինյան թատրոնի բեմում չէր եղել 1.5 դարից ավելի։ Գլխավոր հերոսուհուն, սիրո համար ամենաանսպասելի զոհողությունների պատրաստ Նորմային ռուսական բեմում մարմնավորում է օպերայի երգչուհի Ալբինա Շահիմուրատովան։ Խոշոր այս պրեմիերայից հետո Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար տնօրեն Վալերի Գերգիևը մշակութային երկխոսություն ֆորումի շրջանակում հանդիպում է աշխարհի տարբեր ծագերից հավաքված մոտ 2 տասնյակ լրագրողների հետ։ Գերգիևը, որ 80-ականներին 4 տարի ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ջերմությամբ է խոսում մեր երկրում իր փորձառության ու տաղանդավոր ընկերների մասին։ Да, я был в Армении минимум 30 раз. Много друзей у меня и сейчас. Այո, ես Հայաստանում եղել եմ նվազագույնը 30 անգամ։ Շատ ընկերներ ունեմ։ Ցավոք իմ մեծագույն հայ ընկերներն արդեն հեռացել են կյանքից։ Շատ մտերիմ էի Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի, Ավետ Տերտերյանի եւ ուրիշների հետ։ Մենք գործակցում ենք սերտ ու արդյունավետ։ Հիմա էլ իհարկե ունեմ շատ ընկերներ եւ առաջիկայում հայաստանյան բեմում ներկայանալու հստակ պլաններ կան։ Աշխարհահռչակ դիրիժորը համոզված է, ցանկացած պարագայում ժողովուրդները պետք է գտնեն մշակույթի միջոցով երկխոսելու, հակադրությունները համադրություն դարձնելու ուղին։ Այս մասին են մշակույթն ու արվեստը։ Например, у нас идут спектакли «Спартак». Օրինակ մեզ մոտ ցուցադրվում է Արամ Խաչատրյանի Սպարտակը, զուգահեռ նաև Արիֆ Մելիկովի Լեգենդ սիրո մասինը։ Մեզ մոտ հաճախ հնչում են Բաբաջանյանի ու Միրզոյանի ստեղծագործությունները։ Մեր հանդիսատեսը հնարավորություն ունի ունկնդրել գործեր նաև վրացի հեղինակներից։ Սա Մեծ Կովկասի համախմբման մասին է, մշակույթի ու արվեստի ոլորտում, եւ վկայությունը, որ անկախ ամեն ինչից ժողովուրդների կապը չի տուժել, երկխոսության թելը չի կտրվել որևէ պարագայում։ Անկախ ժամանակներից մարդկանց հետաքրքրությունների փոփոխություններից Գերգիևը համոզված է, բարձրաճաշակ երաժշտությունն անմահ է, հռչակավոր թատրոնը նույնպես։ Մարդկանց պետք է համախմբել բարձր արժեքների ու գաղափարների շուրջ։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։